Մեր հայրաքելական եկեղեցին այն կրոնական կառույցներից է, որը իր մասշտաբով, իր մասշտաբով գուցե մրցակից չէ ավելի խոշորներին, զուտ ռեսուրսային ծավալով եւ այլն, բայց իր խորքով, դավանաբանական, այդ գաղափարական արժեքային ինքնության խորքով իսկապես լրջագույն եկեղեցիներից մեկն է աշխարհում եւ նաեւ իր իրավունքներով տարբեր առանցքային տեղերում ներկայության։ Եվ այդ առանցքային տեղերից մեկը, այո, Մերձավոր Արևելքն է, որը համաշխարհային քաղաքականության խառնարան է եւ կարծում եմ այստեղ երկրորդ կարծիք հազիվ թե լինի։ Իսկ օրինակ ինչ են քննարկում Թուրքիան եւ Վատիկանը։ Երուսաղեմում ստատուս քվոն պահպանելու Մերձավոր Արևելքում, այո, ստատուս քվոյի հարցը, հարաբերությունների հարցը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարի դեռևս նախորդ պապին Էրդողանը նամակ էր հղել, առաջարկելով միասին լուծել Մերձավոր Արևելյան հարցերը, զբաղվել Մերձավոր Արևելքի կայունության եւ անվտանգության հարցերով։ Հիմա այդ նամակը արդյոք ինստիտուցիոնալ շարունակություն ունի Վատիկանում եւ Հռոմի նոր պապի Թուրքիա կատարած այցը դրա քննարկումների հնարավորություններ։ Եվ այստեղ առաջանում են հարցեր, իսկ հայ առաքելական եկեղեցին Մերձավոր Արևելքում իր ներկայությամբ եւ իրավունքներով մրցակից է այդ խաղացողներին, թե ոչ։ Բնական է, որ նրանք կձգտեն, որպեսզի հայ առաքելական եկեղեցին լինի իրենց պատկերացումներին առավել ենթակա։ Իսկ ինչպես հասնել դրան, եթե ոչ օրինակ նաև հայկական պետական իշխանության միջոցով, որը այս շրջափուլում պարտված է, խոցելի է, հասկանում ենք խոցելիության ինչ շրջանակ ունի եւ առավել եւս այս նախընտրական շրջափուլում առավել խոցելի է դառնում իր կարիքներից ելնելով։